Բարև։ Բարև ձեր ժողովուրդ, ոնց եք։ Հեսա կասեք էս ուր էիք կորել։ Դե նոր ամուսնացած զույգի մոտ միշտ էլ գիտեք խնդիրներ ու խնդիրներ։ Անընդհատ զբաղված եք եղել։ Դժվար է հասցնել YouTube-ի ալիք վարել ու միաժամանակ ապրել։ Բայց պիտի փորձենք, որովհետև գիտենք, որ մեզ սիրում եք, մեր զույգը ձեզ հետաքրքրում է, մենք դա բազմիցս զգացել ենք։ Ու որ շատ խնդրեմ ժողովուրդ, ով որ լայք չի դրել, անպայման լայքեք։ Հետևեք մեզ, լայքեք ու հետևեք մեզ։ Դա կօգնի մեր ալիքին առաջ խաղացման համար։ Միայն տոնական չէ, միայն ամանորյա եւ սուրբծննդյան ալիք չէ մեր ալիքը, թե ինչպիսի ալիք է եւ ինչ ենք մենք ձեզ մատուցելու, կիմանաք հետագա հոլովակների ժամանակ։ Այսօր այս վիդեոն շատ կարևոր է եւ յուրահատուկ, ինչի, որովհետեւ Սուրբ Ծնունդը Christmas անգլերեն Christmas է, իտալերեն Նատալ է, որը նշվում է դեկտեմբերի 25-ին, բայց ամսի 24-ն է հիմա ուղիղ մի ժամից մենք որպես իտալացի Իտալիայում ժամը 12-ին ինչ ենք անում մենք դիմավորում ենք Սուրբ Ծնունդը ու Սուրբ Ծնունդը ի տարբերություն Հայաստանի ես տենդենց նկատել եմ ավելի չոխ են նշում ձեր մոտ ավելի չոխ մեր մոտ Իտալիայում իհարկե ընտանեկան տոն նշում ենք աուգուրի այսինքն շնորհավոր աուգուրի սովորացնում են աուգուրի նշանակում է շնորհավոր եւ մենք շնորհավորում ենք բոլորովս ժամը 12-ի ամսի 25-ին ու նորից նստում զվարճանում ենք էլի, վայելում ենք գիշերը։ Ձեր մոտ սուրբծննդյան ծառը, չէ՞։ Տոնածառը։ Ճիշտ է, որովհետև հայեր ջան, ես գիտեմ դուք անընդհատ ասում եք, որ տոնածառը զարդարում եք նոր տարվա կապակցությամբ։ Դե ըստ ավանդույթի կա ինչ-որ բան չէ, որ Հիսուս Քրիստոսի ծնվելուց աստղ է վառվել, բայց հիմնականում մեզ մոտ աստղը չգիտես ինչու ասոցացվել էր Սովետի հետ, չէ՞, եւ տոնածառն էլ նոր տարվա հետ Ձմեր պապն էլ եւս նոր տարվա հետ, բայց իրականում կաթոլիկները այլ բան են ասում։ Դե ես ուզում եմ հիշեցնեմ նաեւ իտալացիները Հռոմի կաթոլիկ են։ Դե մենք ունենք Հռոմի պապ, Լևոն 14-րդ, դուք իհարկե կճանաչեք կաթոլիկներին։ Մեզ մոտ տոնածառը ասոցացում է ոչ թե նոր տարվա հետ, այլ Սուրբ Ծննդյան հետ։ Դեկտեմբերի 8-ին մենք վառում ենք լույսերը դուրս իհարկե քաղաքներում եւ կարևորը բացի տոնածառից Իտալիայում շատ զարգացած է Սուրբ Ծննդյան տեխնիկայի մշակույթը։ Սա ինչ է նշանակում, որ եթե նկատեք այստեղ Հովսեփը կա, այսինքն Հիսուսի հայրիկը, Հովսեփը կա Մարիամը մայրիկը եւ Հիսուս Քրիստոսը փուչուր եւ կենտարիները։ Այդ կենտարիներ կան, որովհետեւ այդ օրը կաթոլիկները տենց են ասում, որ այդ օրը կենտարիները կարողանում են խոսել։ Կարողանում են խոսել մարդու ձայներով։ Նաև մոգերն են լինում, եթե տեխնիկարկը մեծ է լինում կաթոլիկների մոտ, դե ես առաքելական եմ, բայց տեսել եմ, թե կաթոլիկները որքան ճոխ են տոնածառի տակ դնում տեխնիկարկը, մոգերը, էլի ինչ-որ հերոսներ, ինչ-որ տներ, բնակիչներ, այսինքն ամեն տեղ տեխնիկարկը լինում է ուրույն ինչ-որ ճոխության։ Ես կարող եմ նաև ասել, որ տեխնիկարկը, օրինակ Նեապոլում, հարավային Իտալիայի քաղաքներից մեկը շատ մեծ, 2 միլիոնանոց բնակչությունը, տեխնիկարկը ավելի մեծ մշակույթ ունի, ինչ-որ կարևորություն ունի, քան թե տոնածառը։ Իհարկե տոնածառը միջազգային ինչ-որ տենց քրիստոնեական ծառ է, բայց Նեապոլում հատկապես այդտեղ զարգացել է տեխնիկարկի մշակույթը։ Ու կան մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, դրանով ապրում են, իրենք սարքում են եւ ով որ ուզում է տեխնիկարկը առնի, արդյունք ծախում են։ Դե սիրելի հայեր, քանի որ մենք կրում ենք առաքելական կրոնը, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ենք մենք դավանում, մենք Սուրբ Ծնունդը նշում ենք հունվարի 6-ին, այլ ոչ թե դեկտեմբերի 25-ին։ Դուք արդացել եք ինչու է այդ տարբերությունը։ Հռոմի պապերից մեկը օրացույց է փոխել Այսինքն մենք օգտագործում ենք կալենդարիո Գրեգորիանո, մենք էդի ասում ենք, դուք օգտագործում եք կալենդարիո Ջուլիանո, Հուլիոս Կեսարը։ Գայոս Հուլիոս Կեսարը, որ ստեղծել է օրացույցը, դուք օգտագործում եք կրոնի հետ կապված ինչ որ իրադարձությունները դուք նշում եք, իսկ մենք օգտագործում ենք այդ ամենանոր այս օրացույցը, որ մենք հիմա ենք օգտագործում, կալենդարիո Գրեգորիանո, այսինքն Գրիգոր, Հռոմի պապ Գրիգորը, ինքը ստեղծել այդ օրացույցը, ու մենք օգտագործում ենք
Այս հիմիկվա օրացույցը, կեսարի օրացույցը դուք օգտագործում եք մենակ Սուրբ Ծննդյան օրվա։ Դե տարբերությունը շատ քիչ է, երկու շաբաթվա ինչ-որ տենց տարբերություն է, էլի։ Ամեն ինչ ամեն մեկ օգտագործում եք այս օրացույցը։ Ես օրինակ նաև տեսնում եմ տարբերություն, թե ինչպիսի շուկով ենք մենք նշում նոր տարին, չէ, գնում ընտանիքներով իրար հյուր եւ այլն, այդպիսի շուկով իրենք նշում են Սուրբ Ծնունդը, իսկ նոր տարուն ուղղակի կարող են մի հատ զանգել մեկին, այո, շնորհավորել, չգիտեմ, ընտանիքում ցենց շնորհավոր նոր տարի ու գնան քնել, իրար տուն գնալ չունեն։ Ամբողջ ես չեմ ուզում ասել, որ նոր տարի չենք նշում, չէ, մենք նշում ենք, բայց ես նկատել եմ, որ այստեղ Հայաստանում նոր տարի ընտանեկան տոն է։ Նոր տարի ով ուզում է ընտանիքով նշում են, բայց ավելի շուտ ով որ ուզում է, նույնիսկ դուրս են գալիս ընկերներով են նշում։ Կարելի է նաև ընկերներով նշել։ Նույնիսկ մեծ տոն է։ Իհարկե մեծ տոն է այդ սալյուտներով։ Բայց ընտանեկանը Քրիսմասն է։ Այդ սալյուտներով, բաներով, չէ, պատկերացնես ոնց որ ստեղ, չէ, մեր մոտ էլ շատ ուժեղ է նշվում, բայց ամենաչող տոնը հենց Սուրբ Ծնունդն է։ Ես կուզեի, որ Հայաստանում էլ այդ հա ճիշտ է, գուցե ինչ որ մարդ սովետը սիրում է, ինչ որ չէ, ես չքաղաքականացնեմ, բայց ինձ թվում է սովետի ազդեցությունը կա, որ մենք Սուրբ Ծննդյան այդ բոլոր ավանդույթները վերածել ենք նոր տարվան։ Ես շատ կուզեի, որ մենք էլ Քրիսմասը այդքան ճոխ նշեինք, այդքան լավ երգեր ունենայինք, լավ երաժշտություն ունենայինք։ Ես սիրում եմ Քրիսմասի երգերը եւ ես շատ կուզեի, որ մենք էլ այդքան ճոխ այդ լավ երաժշտությունը, այդ լավ լույսերը, այդ ամենը վերաբերվեր նաեւ Սուրբ Ծննդյանը։ Իսկ եթե կարող եմ շատ կուզեի։ Դրա համար ես Քրիսմասի օրը ոգի շնչվում եմ, ինչ որ մեկը չմտածի, որ ես ինչ որ կրոն եմ փոխում, բան կաթոլիկ եմ դառնում։ Ուղղակի ես շատ եմ սիրում այդ լույսերը, այդ ճոխությունը, որ մենք դիմավորենք Սուրբ Ծնունդը հենց։ Իհարկե նոր տարին էլ է շատ կարևոր։ Չմտածեք հանգարց ամուսնացել եմ իտալացու հետ ու ինչ որ բան այն մոտ փոխվել, ոչ։ Ես փոքր տարիքից էլ որ անգլերենի գրքերում կարդում եմ Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Ես էի ուզում։ Լսում էի ինչ որ անգլերեն երգեր, բան, ասում էի, ինչի մեր մոտ տենց չի։ Ասենք մենք հունվարի 6-ին ընդամենը ընտանիքով նստում հաց ենք ուտում, շնորհավոր Սուրբ Ծնունդ, վերջ։ Իսկ իրենք երգեր են ստեղծում, քաղաք են լուսավորում եւ այլն, մենք լուսավորում ենք միայն նոր տարվա համար։ Ես հենց այդ էի ուզում իմանալ, դու ոնց ես իմացել Քրիսմասի Նատալը, իտալերեն Նատալը, ոնց ես իմացել Նատալեի կամ Քրիսմասի մասին, ոնց ես իմացել։ Դե ասում եմ, ես փոքր տարիքից սիրում էի լսել անգլերեն երգեր եւ անգլերենի դասին էլ անցել ենք, որ այսպես կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին։ Ես շատ կուզեի, որ նույնը լիներ, երկու կրոններում նույն օրը նշեին եւ նույն շուկով նշեին։ Ես շատ կուզեի։ Ափսոսում եմ ուղղակի էլի։ Բայց մի հատ տոն կա, որ հայ առաքելականները եւ կաթոլիկները նշում են նույն օրը։ Զատիկն է։ Հարության տոնը։ Հարության տոնը։ Սա միակ ինչքան գիտեմ, սա միակ տոնն է, որ մենք նշում ենք միասին նույն օրը։ Շատ լավ է։ Մենք ունենք ցանկացած Սուրբ Ծննդին եւ Զատիկին, չէ, կուլիչ։ Եթե չեմ սխալվում, երկու տոնին էլ մենք առաքելականներով օգտագործում ենք կուլիչ, բայց մենք օգտագործում ենք կուլիչ, դեպ հետաքրքիր բան եմ ասում, բիզնեսմեններ կարող եք հաշվի առնել, գործարարներ։ Ուրեմն մենք օգտագործում ենք Զատիկին, ուտում ենք, վայելում ենք կուլիչ, հացի փռերից, այսպես ասած, առնում ենք ինչ որ սենց թխվածքա, չէ, վրան ինչ որ շաքար է հալածված ու շարիկներ գունավոր, չէ, ինչ որ տոպրակով սովորական առնում ենք, ուտում ենք, ճիշտ է, մեր Սուրբ Ծննդյան եւ Հարության տոներին։ Բայց հետաքրքիրն ինչ է, որ իտալացիները բռնել են ու կուլիչը բրենդավորել են։ Այո։ Տարբեր տուփերով, տարբեր ֆիրմաներ են արտադրում։ Շուտով կբացենք, հեսա արդեն ժամը 12-ն է գալիս։ Չմտածեք, որ Նարինեն կարա իր կրոնը փոխի, ոչ, բացառում է։ Ուղղակի համ պանետոնեն շատ համեղ է, համ էլ ես քրիստոնյա եմ, ես էլ եմ Սուրբ Ծնունդը։ Մի քիչ շուտ Սուրբ Ծնունդը մի հատ նշում եմ, մի հատ էլ հետո առաքելական հետ։ Մենք իհարկե Իտալիայում ունենք Կամիլոն էլ ինձ հետ նշում է նաև հայկական Սուրբ Ծնունդը։ Իհարկե, մեր ավանդույթներով, եթե ես ասեմ պետքա ուտես մեր կուլիչից, ինքը սիրում։ Մենք ունենք Սուրբ Ծննդյան օրը, մենք ունենք երկու հատ թխվածք։ Առաջինը պանետոնը է։
Պանետոնեի մեջ կա շոկոլադի հատիկներ եւ նարնջի կեղևի կտորներ։ Այո, չի որը կոչում է, չէ՞։ Ու ես չպատկերացնի, այնքան անհամբեր եմ սպասում, որ ես դա պետքա ուտեմ, որովհետեւ այդ առամատը նարնջի ու շոկոլադի ինձ շատ է գրավ, մերկուսն էլ իմ ամենասիրելի առամատն է։ Այս այդտեղ ցույց կտանք, իհարկե կբացենք ցույց կտանք, առաջի պանետոնեա կոչվում, պանետոնե։ Եվ ինչպես ենք համեմում իրեն, դա էլ ցույց կտանք, հիմա չասենք։ Երկրորդ թխվածքը կոչվում է Pandoro։ Pandoro թխվածքն է, որը մարդիկ կան չեն սիրում, իմ ամենասիրած հենց Pandoro-ը, որ սովորական թխվածքն է։ Դասական առանց միջուկի։ Դասական առանց միջուկի, առանց ոչ մի բանից, բայց իմ ամենասիրածն է։ Հայ գործարարներ լավ գաղափար եմ տալիս, տեսեք Սուրբ Ծննդյան ու Սուրբ Հարության տոներին իտալացիները բրենդավորած ունեն ու վաճառում են մի ամիս շուտ, չէ՞։ Թե ավելի շուտ, երկու ամիս շուտ վաճառում է, ժամկետն էլ մոտ 1 տարի է լինում կամ մի քիչ պակաս ու վաճառում են բրենդավորած, գեղեցիկ փաթեթավորմամբ ու որակյալ թխված, որակյալ ալյուրով եւ այլն հատուկ բաղադրատոմսով, այսինքն ինչու ոչ հայերն էլ մեր առաքելական եկեղեցու կրոնի դավանողներն էլ կարող են իրենց կուլիչները բրենդավորել ու մենք ունենանք կուլիչներ իրոք հրաշալի բան կլինի օրինակ վերցնել միշտ ազգերը իրանից օրինակ Մեկ ես եմ ուզում համաձայնվել Նարինի հետ, որովհետև ինքը ասում է, որ ինչ որ կրոնա փոխում, կաթոլիկա դառնում, չէ, չկա տենց բան, որովհետև ինքը նշում է մեր օրերը, համել ես լինելով կաթոլիկ հարգում եմ եւ նշում եմ առաքելականների տոները։ Ամեն դեպքում մենք երկուսս էլ քրիստոնյաներ ենք ու տոները իրար շատ մոտ են, հա։ Մարիամ Աստվածածնի տոն դուք էլ ունեք, մենք էլ ունենք, չէ՞։ Չգիտեմ, խաչի տոն ունեք թե ոչ, մենք խաչ վերած ունենք։ Մարիամ Աստվածածնի մենք ավելի շատ ես նկատել եմ, որ տենց դուք շատ չեք կենտրոնանում Մարիամ Աստվածածնի վրա, մենք օրինակ շատ ենք կենտրոնանում։ Չէ, մենք էլ ունենք Աստվածածնի աղոթք ունենք, Աստվածածնի տոն ունենք, օր ունենք։ Ուղղակի ձեր հավատքը ավելի կենտրոնացած է Աստծուն ծնողի, չէ, ով Աստծուն աշխարհ ա բերել իր վրա։ Շատ յուրահատուկ տեղեր կան, օրինակ Մեջուգորի, երևի ով որ լսել է Մեջուգորի, դա գտնվում է Բոսնիայում, Բոսնիա-Հերցեգովինա, դից երկիր կա Բալկաններում, Սերբիայի մոտ։ Այդտեղ մարդիկ գնում են եւ աղոթում են Մարիամ Աստվածածնի համար, որովհետեւ ասում են, որ Մարիամը այդտեղ հայտնվել է։ Կան տեղեր եւ կան աղոթքներ յուրահատուկ։ Հատուկ Մարիամ Աստվածածնի համար, այսինքն կաթոլիկությունը մենակ Աստված եւ Հիսուս Քրիստոսը չեն։ Նաեւ մենք լիքը սուրբ ունենք։ Իսկ մի հարց էլի դու նոր ասացիր, որ Հովսեփին համարում ես Հիսուսի հայրիկը, բայց Հիսուսի հայրը Աստված է։ Ինձ թվում է Հովսեփը Հիսուսի որտեգրած ինչ-որ որտեգրել է, որովհետև ինքն է մեծացնում, օգնում է Մարիամին մեծացնել, էլի, որտեգրել է կարելի ասել։ Որտեգրել է, հա։ Արի նաև այդ տուր ինձ մոտ, դու մարդկանց ասա, թե ինչ խաղեր եք դուք խաղում Քրիսմասին։ Մենք իմիջայլոց լոտո եւ այլն խաղում ենք 90-ականներին, երևի թե կհիշեք շատերդ։ Լոտո էինք խաղում, խաղաթղթեր, չէ, կարտեր էինք խաղում, որպեսզի այդ հոսանքը որ չկար եւ այլն մենք ժամանակը հետաքրքիր անցկացնենք։ Իրենք նմանատիպ խաղեր են խաղում։ Սուրբ Ծննդյան օրը, որպեսզի ընտանեկան այդ ջերմ, քանի որ ընտանեկան տոն է, ընտանեկան այդ ջերմ մթնոլորտը ավելի ջերմանա ու հետաքրքիր դառնա։ Առաջի խաղը ձեր մոտ կոչվում է լոտո։ Մեր մոտ այստեղ գրած է կոչվում է տոմբոլա։ Ես լոտո երբեք չեմ խաղացել։ Խորը այդ կանոնները ոնց ինչի տարբերությունները հələ չես ուզում։ Դե տարբերությունները հեսա, տարբերությունները դեռ չեմ զգացել։ 28 era. 28-ն որն է։ Salut. Basta, հայ եմ ես։ Impara. A me nome. Sovori. Սովորենք էլի հələ։ 73. 73. Mamma! 71, 75 e niente. Yes, mi hatem. Babbo e io? Fai un po' arrivato, che vedi? Era 73, no? 52. Էդի 52-ն է։ 52. Mam, get el courage. 23.
23. Dove vin? Հետի 23-ն, հա։ Ասա լավ է գիտես, ինչ է սևեր թափում։ Տոմորա։ Դե դու գիտեք, լոտոին մանա, մյուս խաղը մի քիչ տարբերվում են մի քիչ։ Շատ է տարբերվում, որովհետև դու ֆրանսիական կարտարան եք օգտագործում, մենք օգտագործում ենք նեապոլիտանական կարտարները։ Օրինակ, այս մեկը։ Դուք երևի սա չեք տեսել։ Այո։ Մենք հատկապես հարավում, բայց ամբողջ Իտալիոն տարածված են այս կարտաները, մենք այս կարտաներով խաղում ենք։ Ձեզ ցույց կտանք ոնց եք ընդհանրապես նշում։ Դե իհարկե մենք երկուսով ենք, որովհետև իմ ընտանիքը Իտալիայում է։ Դե ինքը առաքելական է, ինքը արդեն ես մտել եմ առաքելական, ասենք, ընտանիք, ինքը մտել է կաթոլիկ ընտանիք։ Դե իմ ընտանիքը չի նշում Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին, բայց մենք այդ քաղցրավենիքից իրենց հասցնում ենք, որպեսզի փորձեն եւ տեսեն ինչ համով է։ Ես կլոր տարին ուտեմ սրանից։ Շատ համով է, այս ժեստն աշխատում շատ համով է։ Իտալական ժեստեր կան, իմ ջալոց ձեռով, այն որ ասում է ձեռով ոտով են խոսում իտալացիները, դա ճշմարտություն է։ Դե թռնենք բացելու։ Շատ լավ։ Ես լավ գործ այստեղ բացել են այդ օնատար խավարի կան նկարած։ Ես ինչ մեծ է։ Շատ լավն է։ Շոկոլադի կտորները։ Լավն է, չէ, նայեք մի հատ։ Ու գաց այդել I love panettone։ Հա, իմ ուտելու ենք։ Այս սպասի 12 ժամը 12-ի։ Այսինքն ցել գացնելու է, այսա կլսեք զանգակները որ լինեն։ Նշանակում է, որ մենք արդեն ընդունում ենք դիմավորում ենք Սուրբ Ծնունդը։ Մի քանի րոպեից այստեղ արդեն պատասխան գինները, panettone ստե պատրաստ է։ Ոնց ես համեմում այս պանետոնը։ Ես համեմում եմ շաքարի փոշիով։ Տորտիկից պոկվում է։ Ինչ լավն է։ Բայց տորտիկից պոկվում է այս թուղթը, որ հանում ենք։ Դե նորմալ է։ Իսկ կանգնեմ թե Ահ, լավ տորտիկան էս լավ ոտա գալիս։ Ես ինչ գովազ դարեցի, գովեմ ես մի քիչ վճարեին։ Ու եկ կան նույնիսկ Pandoro, Panettone։ Այս ինչ հավով է։ Հոտը։ Հոտը չէ։ Միանգամից Ես կարելի գացնում։ է նույնիսկ կրծել։ Ահա, մատիկա որ կրծում է։ Այսից։ Մեկ րոպե ամնաց է։ Ոնց է նոր տարին, չէ՞։ Ինչ որ բան եք զգում։ Auguri! Auguri di buon Natale! Շնորհավոր Սուրբ Ծնունդ! Շնորհավոր Սուրբ Ծնունդ! Հատական մեկը նշենք։ Անպայման։ Զիզլավա։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ ողջ ջան։ Շնորհավոր։ Հաջող տարի լինի բոլորի համար։ Հետաքրքիր բան, ավանդույթ։ Ուրեմն Իտալիայի հյուսիսում պանետոնեին ուղղակի այսպես ցանում են շաքարի փոշի, այսպես sense։ Երևի տեսել եք Instagram-ում լինքը տենց ցույց են տալիս, էի մեմեները։ Իսկ Իտալիայի հարավում, շուտամ։ Դավայ։ Իտալիայի հարավում քիչ ավելի տնավարի են համեմում շաքարի փոշիով։ Բայց կտրենք հենց սրա մեջ, որովհետև նույն շաքարը։ Հա։ Արի չափանակ միասին, տպլներ։ Ո՞ս չլավն է։ Ես Ես չտակեր դատի, բայց ոչինչ, այդ հենց այդ մոգությունը, այդ կախարդանքը, որ բոլորը շաքար են դառնում։ այդ կախարդանքը ժողովուրդ ջան, հենց այդ որ մեր մոտ սեղանը դառնում է շատ կեղտոտ։ Ինչի՞ հենց շաքարի փոշից, թվացից Panettone, Pandoro, օբորուտումը, սեղանը նորմալ է, կեղտոտվում է։ Այդ դեպք չէ, շաքարը քաղցանում է։ Հա։ Մեծ ես ուզում, թե փոքր։ Նորմալ։ Լավ։ Հա։ Երկար սպասված պահը, ինչ ոնց են սպասում իտալացիները պանետոնեի ուտելուն։ Հա։ Ամբողջ տարի սպասում են եւ վայելում են, չէ՞։ Ոնց են սպասում, ասա հələ։ Ամբողջ կլոր տարի սպասում ենք, էլի։ Ու Panettone ուտում ենք առավոտը, ցերեկը, իրիկունը, ու տենց մինչև հունվարի 6-ը։ Որտեղ հունվարի 6-ին մեր մոտ ասում են, որ տոները վերցնում են։ Նորից եմ ասում, Ծնգ։ շնորհավոր Սուրբ Ծնունդ ժողովուրդ։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
թող բոլոր քրիստոնյաները չունենան պատերազմներ եւ մյուս կրոնի մարդիկ է չունենան պատերազմներ, լավ, sense թող լինի, թող ամբողջ աշխարհը լինի խաղաղ, Թողին հա։ որ ընտանիքը ինչի պակաս ունի, լավ բաների պակաս ինչ որ ունի, թող այս տարի ունենա, ովքեր չունեն երեխաներ թող ունենան, ովքեր չունեն գումար թող ունենան, ովքեր չունեն առողջություն թող ունենան, եւ ովքեր չունեն ծնողներ թող ունենան, ով ինչ չունի, որ շատ է ուզում, թող ունենա, ով iPhone չունի ուզում, թող ունենա, Թող ունենա։ ինչ անենք, Որովհետև իտալերեն նույնիսկ ասում են a Natale si è sempre più buoni, այսինքն սուբցենզիան օրը բոլորը իրար բարի են։ բոլորը իրար հանդեպ բարի են, Այո։ Կար լորի ուտեմ կեսում։ Լավ է։ Եսա մեր նոր տարունա չէ, սալյուտը խփումա ժամը խփումա չէ, ու սկսում այն որ համերգ չէ, հիմա իրանց մոտ համերգ, սուբցենզիան համերգ կա նաև նոր տարվա համերգ։ հիմա ժամերի տարբերություններ մի հատ ասա էլի, 3 ժամատարբերությունը, այսինքն ստեղ արդեն ժամը 12-ն է, մենք նշեցինք, մեկ քանի նշեցինք, որ Հայաստանում ենք գտնվում, իսկ Իտալիայում էլի սպասում են, որովհետև դա արդեն 21:07-ն է ոնց որ։ Այսինքն իրենց մոտ ժամ 3 իրենք նշելու են 3 ժամից։ Buon Natale! Buon Natale. Կողտրիմ սա։